Համեցեք դիկին փոխխոսնակ, ուշադրությամբ կընկնդրեն ձեր արտահայտ ելույթը։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, մեծարգո պարոն խորհրդարանի փոխխոսնակ, մեծարգո պարոն վարչապետ, պարոն նախարարներ, պատգամավորներ, բոլորս էլ հասկանում եւ գիտակցում ենք, որ ներկայացված ծրագիրը ֆորմալ իմաստով կես տարվա ծրագիր է, որից հետո ըստ մեր սահմանադրության եւ մեր օրենքների գործող կառավարությունը հրաժարական է տալու խորհրդարանական ընտրությունների պատճառով։ Բայց երկիրը շարունակելու է ապրել, շարունակելու է տնտեսվարել, գործել եւ այս իմաստով կարծում եմ անհրաժեշտ է շեշտադրել առաջին եւ հատկապես կարևոր առանձնահատկությունը, որ կա ու կարմիր գծի նմանացնում է այս ծրագրի մեջ, դա ծրագրի բոլոր գործողությունների շարունակականությունն է, շարունակականության ապահովումը այն գործընթացների, որոնք արդեն սկսված են եւ կամ սկսվելու են։ Ծրագիրը հեռանկարային է եւ համարյա բոլոր գործողությունները ու բարեփոխումները համակարգային են եւ իրենց մեջ հեռանկարայնություն են պարունակում։ Իհարկե, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո։ Ինչ է հայտարարում իր համար որպես գերակայություն կառավարությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։ Հարգելի գործընկերներ, այս դահլիճում գեղեցիկ խոսքեր շատ են հնչել ու այսօր այլևս ոչ մեկին չէ ոչ կզարմացնես, ոչ էլ կոգեշնչես մտադրությունների վեհությամբ եւ նպատակների կարեւորությամբ։ Այս դահլիճում շատ քննադատություններ է հնչել եւ քաղաքական նպատակադրումներով եւ անձնական դրդումներով եւ քննադատության գինը նույնպես շատ ընկած է ու ինչքան խորհրդարանական ընտրությունները մոտենում են, այնքան ավելի է ընկնում։ Այս իմաստով ուզում եմ ասել, որ քննադատությունը պիտի լինի բովանդակային, առարկայական եւ պիտի անպայման ունենա մի կարեւոր հանգամանք, ելքեր առաջադրի։ Ուստի իմ կարծիքով կառավարության ներկայացրած ծրագրի երկրորդ կարևորագույն առանձնահատկությունը ելքեր առաջադրելու մեջ է։ Հատկապես կարևոր շեշտադրում կա տնտեսական զարգացման վրա, ժամանակակից տնտեսական զարգացումներ եւ ներդրումներ ապահովելու վրա, այդ հնարավորություն, այդ հարթության մեջ տեսնելով պետության հզորացման գլխավոր հնարավորությունը եւ դա երրորդ ու կարևորագույն առանձնահատկությունն է այս ծրագրի։ Տնտեսական զարգացման համար առաջարկվում են ոչ ստանդարտ լուծումներ, որոնք նախկինում մեզանում չեն եղել կամ չեն արժևորվել եւ սա կարծում եմ նոր խոսք է մեր իրականության մեջ, այդ ցուցանող բազմաթիվ օրինակներ կան, մի ընդգծեմ, ասենք խոշոր ներդրումներ իրականացնողներին քաղաքացիություն շնորհելը մեր երկրի, մի նորմ, որը աշխարհի տարբեր երկրներում շատ հաջողությամբ աշխատում է եւ այսօր կառավարությունը առաջարկում է նաեւ այսպիսի նորմերով ապահովել ներդրումներ եւ գրավչություն մեր տնտեսության։ Խորքով եւ լայնքով երկրի ռեսուրսների գույքագրման, հաշվարկման եւ հնարավորությունների ուսումնասիրման համար կառավարությունը իսկապես կատաստրոֆիկ կարճ ժամանակ է ունեցել, բայց եւ այնպես ըստ էության այս ծրագրի մեջ մեր ժամանակի, մեր իրականության գլխավոր խնդիրները ճիշտ վերհանված են եւ սա ծրագրի կարծում եմ հաջորդ 4-րդ առանձնահատկությունն է։ Թերևս պիտի նշենք, որ ՀՀԿ-ն միշտ էլ իրավիճակը սթափ է գնահատել, երբ իր գործողություններում մշտապես եղել է բաց, ոչինչ չի թաքցրել ժողովրդից, հանրությունից, ոչ լավը, ոչ վատը, ու այդ առումով Հայաստանի Հանրապետության 14-րդ կառավարության ծրագիրը շարունակելով նախորդների ավանդույթները, հիմնվելով Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայաստանի Հանրապետության նախագահի ծրագրերի վրա, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի հայտնի ելույթների գաղափարներով անում է քայլ առաջ բարդ իրավիճակից դուրս գալու համար համալիր միջոցառումներ ներկայացնելով։ Մենք փոքր երկիր ենք, բայց աշխարհի գերհզորները, ովքեր ունեն տարեկան 7-ից 10% աճ, կամ ստագնացիայի մեջ գտնվող եւ դեֆոլտի գնացողները, կամ միջին տնտեսություն եւ միջին տնտեսական աճ ունեցողները, բոլորն էլ ուրեմն սահմանում են իրենց համար մեկ կարևոր խնդիր եւ լուծում են այդ գերխնդիրը երկրի կենսապահովումը եւ զարգացման համար ամուր հիմքերի ձևավորումը։
Ազգային ժողովին ներկայացված առաջարկվող ծրագիրը այս իմաստով եւս ունի առանձնահատկություն, նա առանձնանում է կոնկրետությամբ։ Կոնկրետություն պետական կառավարման յուրաքանչյուր օղակի համար սահմանվում կամ հստակեցվում են հստակ պարտավորություններ եւ պատասխանատվություն, դա է կառավարման մենեջմենտը։ Ժամանակակից արդյունավետ կառավարման մենեջմենտը պահանջում է հստակ խնդիր, լուծման հստակ մեխանիզմ եւ պատասխանատվություն եւ վերահսկողություն։ Սրանք այն առաջարկներն են, որ առաջարկում է կառավարությունը պետական կառավարման համակարգի համար։ Ծրագիրը իսկապես ընդգրկում է մեծ հաշվով կես տարի եւ դա նշանակում է, որ ինքն էլ բերում է իր համար իր արդյունավետության գնահատման չափանիշներն ու արժեքային սանդղակը։ Եվ սա հաջորդ առանձնահատկությունն է։ Կառավարությունը փաստացի առաջարկում է 6 ամիս հետո համադրել եւ եզրակացություն անել։ Լուծվել են արդյոք իր առաջադրած ռազմավարական խնդիրները, թե ոչ, ուստի պետք է նշենք, որ կառավարությունը ինքն իրեն դնում է այնպիսի պայմանների մեջ, որ բացառում է ժամավաճառությունը թե իր եւ թե մեր։ Խնդրում եմ ժամավաճառություն բառը ճիշտ ընկալել, որովհետեւ մեզ իսկապես պետք են արագ ու ճշգրիտ լուծումներ։ Եվ այս իմաստով ուզում եմ խոսել նաեւ ծրագրի ռիսկայնության մասին ու մի դիտարկում անել, պարոն վարչապետ, ծրագրի մեջ կան կետեր, որոնց կատարման համար պահանջվում է ոչ միայն կատարման ժամանակ, այլև տեխնոլոգիական ժամանակ, այսպես արտահայտվեմ։ Այսինքն այդ արվածը փաստաթղթավորելու, տարբեր կանոնակարգերում, օրենքներում, ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է բերելու իր ետևից, որը նույնպես որոշակի ժամանակ է պահանջում եւ կարող է այդ ժամանակը ձեր դրած սեղմ ժամկետների իմաստով չբավարարել։ Դրա համար կարծում եմ անհրաժեշտ է եւս մեկ անգամ ուշադիր նայել, թե կան արդյոք կարճաժամկետ կատարման ենթակա կետերի մեջ նման կետեր, որոնց կատարման համար անհրաժեշտ են օրենսդրական եւ այս բնույթի տեխնոլոգիական փոփոխություններ, մանավանդ հաշվի առնելով, որ ընթացիկ խորհրդարանին աշխատանքին մնացել է ընդամենը 5 ամիս ժամանակ։ Հաջորդը, որի մասին ուզում եմ խոսել, պետական կառավարման համակարգի աշխատանքի գնահատանքն է։ Աշխատանքը գնահատվում է ըստ կոնկրետ արդյունքի։ Իսկապես գաղտնիք չէ, որ տևական ժամանակ մեզանում պետական կառավարման համակարգը լուծել է սոցիալական խնդիրներ, ապահովելով որոշակի կրթական ցենզ ունեցող մարդկանց աշխատանքով եւ բարեկեցությամբ, թեև արդյունավետ եւ ճկուն կառավարման համակարգի գլխավոր խնդիրը դա չէ, այլ բուն կառավարումն է։ Եվ այս ծրագրի իմ կարծիքով ամենամեծ փորձությունը կլինի այն, թե որքանով է պետական կառավարման համակարգի կադրային համակազմը պատրաստ լինելու այս ծրագրի մեջ դրված եւ այս կառավարության կողմից առաջադրված խնդիրների լուծմանը։ Որքանով են մրցունակ լինելու այն կադրերը, որ ունենք այսօր եւ որոնք կարող են այս ամենի արդյունքում կորցնել աշխատանքը։ Սա բարդ խնդիր է, բայց ես ուզում եմ ողջունել վարչապետի վճռականությունը նոր շունչ տալու պետական կառավարման համակարգին կամ ինչպես ինքն է ասում սանիտարական մաքրում կատարելու եւ իսկապես գանք մի սկզբունքի, որ պետական կառավարման աշխատանքը ոչ թե զբաղվածություն ապահովելու, այլ երկրի քաղաքացիներին ծառայություններ, նկատեք արժեքավոր եւ բարձրորակ ծառայություններ մատուցելու եւ արդյունավետ պետական կառավարման կատարելու տեղ, պետական կառավարման աշխատանք կատարելու տեղ է։ Ուրեմն ծրագրի ռիսկայնությունը տեսնում եմ նրանում նաեւ, որ այս ճիշտ եւ ամբողջ ծավալով գույքագրված ու թիրախավորված խնդիրները հնարավոր լինի իրականացնել եղած պետական կառավարման համակարգում գոյություն ունեցող մարդկային ռեսուրսով, որի համար անհրաժեշտ է ոչ միայն մասնագիտական հմտություններ, անհրաժեշտ է նաև հավատ ու վստահություն թե սեփական ուժերի նկատմամբ, թե վաղվա օրվա նկատմամբ։ Այս իմաստով ուզում եմ մեկ առաջարկ անել, պարոն վարչապետ, դուք ասել եք, որ այս կրճատումների փուլից հետո աշխատանքի վարձատրության համակարգում փոփոխություններ, այսինքն աշխատավարձի բարձրացում չեն լինելու, չեն նախատեսվում եւ ես կարծում եմ, ես համարում եմ, որ հաշվի առնելով այս ծրագրերի կատարման համար անհրաժեշտ
մեծ ծավալով աշխատանքը եւ բարձրորակ աշխատանքը ճիշտ կլինի իմ կարծիքով այս կրճատումների հաշվին, այս կրճատումներից հետո մի 10%-ի չափով բարձրացնել պետական կառավարման համակարգի ծառայողների աշխատավարձները, որպեսզի ապագայի նկատմամբ լինի լավատեսություն եւ լինի սկիզբ այդ ապագայի նկատմամբ լավատեսության։ Հարգելի գործընկերներ, շատերը ձեր ելույթների մեջ նշեցիք, որ ծրագիրը հակիրճ է, բայց նաև բովանդակային է եւ առարկայական, սեղմ ու կրճատ ձևով նշված են լրջագույն արմատական գործընթացներ, որոնք ըստ էության պիտի կատարեն համալիր լուծումներ եւ պիտի բերեն համալիր արդյունքներ։ Եվ իրականում, եթե ամբողջապես պատկերացնել գլոբալ արդյունքը այս ծրագրի, ապա դա լինելու է լուծումներ մեր սպասած լուծումները թե դեմոգրաֆիական խնդիրների, թե ժողովրդավարական խնդիրների, թե արտագաղթի եւ աղքատության կասեցման եւ լուծման, թե կենսամակարդակի բարձրացման։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իբրև իշխող կուսակցություն իր կոալիցիոն գործընկերոջ Հայաստանի հայ հեղափոխական դաշնակցության հետ միասին ստանձնել է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության պատասխանատվությունը։ Կառավարության կազմավորման ընթացքում մամուլում հանրության մեջ բավականին հաճախ քննարկվող թեմաներից մեկն էլ եղել է կառավարության կազմում անկուսակցական նախարարների նշանակումը կամ ավելի քաղաքական լեզվով ասած ոչ ՀՀԿ-ական նախարարների նշանակումը եւ ուզում եմ անդրադառնալ այս հարցին։ Կարծում եմ, որ այս հարցադրումը, թե ինչու ՀՀԿ-ն պիտի ստանձնի պատասխանատվություն անկուսակցական կառավարության համար հնարովի եւ մտածածին է եւ կարծում եմ, որ մենք պիտի սրա նկատմամբ ունենանք լուրջ եւ հստակ բանաձևում։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատասխանատվություն է կրում իբրև ընտրություններում հաղթած ու իշխանություն ձևավորած կուսակցություն։ Հայաստանի Հանրապետության նախագահը նաեւ նրանց նախագահն է, ովքեր նախագահական ընտրություններում իրենց ձայն չեն տվել ու դա նրան ոչ միայն իրավունքներ է տալիս, այլև պարտականություններ է բերում մտածել ու հոգալ բոլորի մասին եւ բոլորի համար։ Ճիշտ այդպես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իբրև իշխող կուսակցություն կրում է կառավարության պատասխանատվությունը եւ կենսականորեն շահագրգիռ է ու սրտացավ այս կառավարության հաջողության եւ մեր երկրի ապագա զարգացման համար։ Կարծում եմ, որ սա մեր այս քննարկումների, նաև հանրապետական կուսակցության իմ գործընկերների ելույթների մեջ հնչած գլխավոր հայտարարությունն է։ Վստահ եմ, որ խորհրդարանը հաստատելու է կառավարության ծրագիրը, վստահ եմ, որ կառավարությունը հաջողելու է եւ իր առջեւ դրված խնդիրների մեջ մենք ունենալու ենք մեծ հաջողություններ։ Պարոն վարչապետ, հարգելի կառավարություն, ուզում եմ նաև խորհրդարանի կողմի անունից ասել, որ մենք պատրաստ ենք ձեզ աջակցելու, որովհետև խնդիրները, որ դուք դնում եք, դրանք մեր երկրի կենսական խնդիրներն են։ Շնորհակալություն։ Շնորհակալ